դուք էլ ունեք ռեյտինգ։ Ունենում ենք իհարկե խնդրահարույց դեպքեր, պետք է զբաղվել գործով։ Բարև ձեզ, դուք դիտում եք Viva Podcast-ը եւ այսօր մեր հյուրն է Yandex-ը, բայց ոչ ամբողջ կազմակերպությունը, այլ Հայաստանի Yandex-յան ղեկավար Արամ Մխիթարյանը, ողջույն։ Ողջույն Սերգեյ ջան։ Արամ ջան, լիքը հարցեր ունեմ, բայց սկսենք մի հատ սահմանումից, հա, ինչ է Yandex-ը եւ ինչ է Yandex Հայաստան։ Դենց փորձենք հասկանանք ինչ եք։ Ով այլ է, ինչ այլ է։ Yandex-ը դա մեծ տեխնոլոգիական ընկերություն է, որը գործում է տասնյակ երկրներում։ Իսկ Yandex Հայաստանը դա Yandex-ի մի մասն է, որտեղ 16 թվականից սկսված գործում են Yandex-ի տարբեր ծառայություններ։ Դրանց թվում է Yandex Taxi-ն, առաքումը, Eats-ը, սնունդի առաքման ծառայությունը, մեր մեդիա ծառայությունները, որի մեջ մտնում են Yandex երաժշտությունը, Կինոպոիսկը, Yandex գրքերը եւ մեր Yandex Plus լոյալության համակարգը։ Եվ ներողություն, նաեւ քարտեզները, որոնք շատ մեծ եւ կարեւոր մաս են կազմում մեր էկոհամակարգի։ Հա, ու այնքան շատ բան կա Yandex-ի մեջ, դրա համար ամեն մեկը տարբեր կողմից է ճանաչում։ Շատերի համար դա կերակրող ձեռքն է։ Ամեն օր համբուրգեր, օրվա համբուրգերը ապահովող իմ համար ամեն օր, եթե նավիգատորով չգամ, կարող եմ մի 40 րոպե ավելի երկար գամ, ես իմ համար սահմանել եմ, մի քանի անգամ որոշել եմ առանց նավիգատորի դուրս գամ ու պարզվել է այնտեղ ինչ-որ խցանում է, ավարյա, որը հաստատ եթե նավիգատորով դուրս գայի, տենց չէր լինի։ Արամ, ինչպես եք որոշում, որ երկրում որ ծառայության վրա եք կենտրոնանում։ Ու ընդհանրապես Հայաստանում բոլոր Yandex-ի ծառայությունները կան, թե կան ինչ-որ ծառայություններ, որոնք ուրիշ երկրներում կան, մեր մոտ չկան ու հակառակը։ Տեսեք, Yandex-ի ծառայությունների քանակը մոտ 90-ից ավել է այս պահին։ Հա։ Բավականին լայն է։ Ես մտքով 10 էի հաշվել ճիշտ ասած։ Բավականին շատ են, տարբեր երկրներում ունենք տարբեր տեսակի ծառայություններ, պարզ է, ունենք լոկոմոտիվներ, որոնք շատ երկրներում են ներկայացված, ինչպիսին է Ride-hailing-ը, իսկ Yandex Taxi-ն, բայց տեսեք, եկեք ավելի կենտրոնանանք Yandex Հայաստանի վրա, եւ նաեւ բացատրեմ, թե ինչպես ենք մենք տարբեր երկրներում աշխատում։ Առաջին հերթին պարզ է, մենք ուսումնասիրում ենք շուկան եւ ուսումնասիրում ենք այն կարիքները, որոնք կան այդ շուկաներում, որովհետեւ միշտ չէ, որ շուկան պատրաստ է մեր կոնկրետ պրոդուկտներին։ Դրա կարիքը պետք է լինի, այսինքն ի սկզբանե մենք կարիքների գնահատում ենք անում, որից հետո որոշում ենք, թե որ ծառայությունն է տվյալ երկրում կարելի միացնել եւ աշխատել այդ ծառայությունով։ Ու ենթադրում Հայաստանում էլի դա ուսումնասիրել եք, որոնք են ի սկզբանե, որ ճճում էին, ստեղ պետք է Yandex բացի, այսինքն չէ, բացի չեմ ուզում ասեմ, դե գիտեմ, որ առաքումը դա կարևորագույններից է, տաքսին էլ եւս։ Տեսեք, տաքսին իրականում ես կարող եմ ասել, որ տաքսին առաջին միջազգային շուկան է, ռեալ միջազգային շուկան է Yandex-ի եղել Հայաստանը։ Եվ ամենահաջող շուկաներից մեկն է։ Իհարկե ընդունելով այն փաստը, որ որպես այդպեսին Հայաստանի բնակչությունը շատ մեծ չէ, բայց այն չափորոշիչները, որոնք մենք ունենք, որ գնահատում ենք բիզնեսի էֆեկտիվությունը, տաքսին որպես բիզնես Հայաստանում բավականին էֆեկտիվ է մեր կողմից։ Ամեն երկրում ենթադրում եմ իր մշակութային առանձնահատկությունները կան ու դու ծանոթ ես հայերին։ Շատ լավ։ Կային ինչ-որ տենց մշակութային առանձնահատկություններ, որոնք տենց պրոբլեմատիկ էին, խոչընդոտ էին, որոնք պետք էր հաղթահարել, որպեսզի մտնեք շուկա։ Ես կարծում եմ դա ոչ թե շուկա մտնելու հետ էր կապված, այլ ընթացիկ աշխատանքների հետ էր կապված եւ դա շարունակում է ինչ որտեղ լինել կապված։ Ես կարող եմ մի քանի օրինակներ բերել։ Դավայ։ Օրինակ, եթե վերցնենք մեր օգտատերերին, ովքեր օգտվում են նույն Yandex Taxi-ից, շատ հաճախ մեր հայ ուղևորներ չեն գնահատում վարորդի ժամանակը եւ ճանապարհին շատ են սիրում կանգնել տարբեր կետերում, մտնել սուպերմարկետ, չգիտեմ, մտնել այլ ինչ որ գործերով, չմտածելով, որ տվյալ վարորդը շատ հնարավոր է այդ ժամանակում եւս մի քանի պատվեր կարող էր կատարել, չեն գնահատում։ Պլյուս ծերանում է այդ ընթացքում վարորդը։ Չեն գնահատում ժամանակը, չեն դնում միջանկյալ կետեր։ Երկրորդ նույն օգտատերերը ցավոք, կարող եմ նշել, որ ցավոք չեն սիրում գնահատել, երբ որ խնդրահարույց երթեր են տեղի ունենում։ Խնդրահարույց երթեր։ Երթ ասելով են կատնք ուղևորա փոխադրում երթ։ Հա, օքեյ։ Պայեստկա։
Հա, տեսեք, եթե ինչ որ մի խնդիր է առաջացել, տեսեք, ինչ որ մի խնդիր է առաջացել, վարորդը, չգիտեմ, ոչ բարեկիրթ է եղել, մեքենան սարքին չի եղել, ծառայությունը չի մատուցվել պատշաճ եւ նմանատիպ այլ դեպքերում հարկավոր է եւ ես բոլորին հորդորում եմ մեր ունկնդիրներին, որպեսզի պարտադիր գնահատեն, որովհետեւ դա այն մեխանիզմն է, որով մենք կարողանում ենք կառավարել մեր ծառայությունների որակը։ Իսկ ցավոք մենք շատ հաճախ ավելի նախընտրում ենք Facebook-ում post գրել դրա մասին, թե ինչ էր տեղի ունեցել, քան ստետ գնահատել, որովհետև այդ մեր հայկական սովորությունը դե մարդատուն է պահում, բան չկա։ Okay, Արամ ջան, ես չէի ուզում խոսել սրա մասին, բայց դու բացեցիր, դու բերանս բացեցիր, դրա համար ես պետք է ասեմ, ես research եմ արել ու как раз տաքսի հետ կապված լիքը հարցեր կան, որոնք ուզում հիմա ասենց հնչեցնել, ասենց բռնել եւ հնչեցնել։ Ամենահաճախ պատահող բողոքը հետեւյալն է, որ կանչում են տաքսին ու իրան հարմար չի։ Ինչ որ ասում է, հա չէ, այդ կոմը հիմա հարմար չի, cancel տվեք։ Այս մարդը եթե cancel չտա, charge արնում։ Բայց եթե cancel տալիս է, ել չի կարողանում մունատ գա, rate անի ու բողոքի այդ մարդու տենց ոնց որ բանելուց։ Կամ պրոբկայի ժամանակ կարող է տաս, ինքը ասի, հա չէ, հիմա պրոբկա ինձ հարմար չի ստեղ, cancel տուր։ Cancel ես տալի, ել չես կարա ցածր գնահատես, բողոք գրես, report անես, որ այս մարդը ինձ բրախել է փողոցի մեջտեղ, որտեղ իրեն հարմար չէր։ Այդ մարդիկ, հազարավոր մարդիկ դիմել են ինձ, որ ես առաջարկով դիմեմ, այսինքն ինչ հասկանում եմ քո ցավը, բայց կարող եմ ասել, թե ինչպես աշխատում համակարգը, երբ որ ուղևորն է cancel անում երթը, կան հնարավոր օպցիաներ, տարբերակներ կարող եք նշել, թե ինչու եք դա անում։ Եվ տեղ կա օպցիա, որ վարորդն է խնդրել, որպեսզի ես cancel անեմ։ Այդ դեպքում համակարգը ավտոմատ համապատասխան նշում է կատարում, եւ մեր աջակցության բաժինը համապատասխան քայլեր արդեն կիրառում է։ Համոզված եմ։ Հա, որովհետեւ եթե ինչ որ ընթացքում կամ վերջում ալնում, դա հաստատ գիտեմ, որ կա կարած մանրամասն գրես, բայց cancel դեպքում ինձ թվում է կարող ես փորձել, կտեսնես որ կա։ Բոլորին խորհուրդ եմ տալի անպայման նշել։ Ամենակարևոր բանը նորից եմ ասում, պետք է հիշել նաեւ որ վարորդը դա նույնպես մեր համակարգի օգտատեր է, հա։ Իսկն մենք ունենք ծառայությունները տրամադրող եւ ծառայությունները ստացող օգտատերեր մեր բոլոր համակարգերում։ Դա լինի առաքումը, դա լինի տաքսին, եւ որակի վերահսկման համար մենք կարիք ունենք երկու կողմից համապատասխան սիգնալների ստացման, որպեսզի կարողանանք։ Սա կտրուկ փոխելու է հիմա իմ կյանքը, ու շատերի կյանքը։ Մի հատ շտապ ինչ որ մեկը մտեք, ստուգեք այդ cancel-ը ու օգտվեք, սենց հետո օգտվեք, բացատրեք ինչի համար է cancel անում, որ սենց ես հիմար վիճակում չհայտնվեմ, չիմանալով որ այդ բանը կա։ Okay, տարբեր ծառայություններ ունեք։ Որն է ձեր top ծառայությունը, ամենապանջված, ամենատենց հիմնական կանյոկը։ Ես մի քանի թվեր հնչեցնեմ, որպեսզի պարզ լինի, թե Հայաստանում ինչի հետ գործ ունենք, հա, մենք մեր համար չափորոշիչներից մեկը դա ամսական ակտիվ օգտատերերի քանակն է, որը այս պահին արդեն իսկ կազմում է Հայաստանի բնակչության մոտ կեսը։ Դա նշանակում է, որ ամեն երկրորդը ամսական այսպես թե այնպես որևէ որևէ ծառայությունից ընդունում է։ Այս պահին ամենաթոփ, ամենաշատ օգտվող ծառայությունը իհարկե դա տաքսիի ծառայությունն է։ Հա, օքեյ։ Երկրորդը, ասես գնանք։ Երկրորդ տեղը կարծում եմ իր մեջ կիսում են եւ Yandex Eats-ը եւ Yandex Առաքումը։ Շատերը չեն հասկանում, որ Yandex Առաքումը դա առանձին մի ծառայություն է, բայց այն մարդիկ, ովքեր օգտվում են Go մեր application-ով եւ փոխանցում են տարբեր փաթեթներ, չգիտեմ, իրենց ընկերներին, իրենց բարեկամներին, առաքման ծառայությունից օգտվում են մեր փոքր եւ միջին ձեռնարկությունները, բիզնեսները, որպեսզի կարողանան իրենց պատվերները փոխանցել։ Շատ հաճախ դուք կատարում եք պատվերներ ընդհանրապես այլ համակարգերում, այլ պլատֆորմներում, բայց առաքումը իրականացնում է մեր առաքման ծառայությունը եւ մեր առաքիչները։ Okay, well, ես կիսվեմ իմ համար որն է ամենա-magic պահը, այդ այն, որ մտնում ես տրանսպորտի բաժին ու այդ ուղղակի իմ համար միջև հիմա science fiction է, էլի, որ տենց ցույց է տալի, այս պերիսատկավ, այս ժամանակում հեսա գալիս, ասես տեսնում ես բոլոր հնարավոր տարբերակները տարբեր տեղեր հասնելու, այդքան հաճախ չեմ օգտվում տրանսպորտից, բայց մամասա օգտվում ու տենց փորձում ենք գնալու բանիկ,
Երանի տենց իմ ուսանող ժամանակ դալներ, երբ 88 մարշրուտկայի փոխարեն լիքորեր բաներ։ Ես տրանսպորտի հետ կապված ուղղակի մի քանի բան նշեմ, քանի որ արդեն հարավարեն դրա մասին մի քանի անգամ խոսել եմ, կարող եմ հիմա էլ արտահայտել, որ զուգահեռ աշխատանքներ ենք տանում քաղաքապետարանի հետ, հիմա կարծում եմ միջև ամառ արդեն բոլոր տրանսպորտային միջոցները հանրային կլինեն, ներառյալ տրոլեյբուսները եւ միկրոավտոբուսները քարտեզի վրա, եւ մենք արդեն իսկ օգնում ենք քաղաքապետարանին մեր տեղեկատվական համակարգերի ուժերով, որպեսզի քաղաքապետարանը կարողանա չվացուցակները ցուցադրի նաեւ կանգառներում դիսպլեյների վրա։ Okay, ապուշ հարց տամ, ենթադրում եմ, որ ինչ-որ գեոլոկացիայի սարքեր եք տեղադրում նաև, որպեսզի ռեալ ժամանակում երևա, որ տրանսպորտը Դա քաղաքապետարանն է տեղադրում, տվյալները հավաքագրվում են եւ մշակվում են քաղաքապետարանի կողմից։ Դա լավ բան եմ ասում, արամ ջան, դա լավ, այդ միկրոչիպերը չեն ուղեղների մեջ։ Չէ, նկատի ունեմ դա քաղաքապետարանի կողմից տարվող աշխատանք է։ Մենք տրամադրում ենք տեղեկատվական մեր տեխնոլոգիաները, մեր քարտեզները, գրաֆերը, այն տեղեկատվությունը, որը մենք ունենք եւ հավաքագրում ենք կապված խցանումների հետ։ Այդ իսկ պատճառով մենք կարողանում հստակ գնահատել, թե երբ է լինելու տրանսպորտ, այսինքն մենք ոչ թե հիմնվում ենք այն տեղեկությունների վրա, որը որ վերաբերվում է սովորական գրաֆիկին, տրանսպորտին, այլ real time ժամանակում կարողանում ենք գնահատել, թե տվյալ շարժասարքը երբ է մոտենալու կոնկրետ կանգառին։ Okay, մենակ այդ նավիգատորի ու տրաֆիկի մասին կարամ շատ երկար խոսամ, բայց լիքորիշ հարցեր կան, օրինակ հասկացանք, որոնք են պոպուլյար ֆիչերները, հա, ծառայությունները։ Իսկ կան ծառայություններ, որոնք Հայաստանում տենց է չմտան կամ ինչ-որ դժվար են աշխատում։ Տեսեք, ինչպես ասացի, մենք ցանկացած շուկա, երբ որ մուտք են գործում որևէ ծառայությամբ, բավականին լուրջ ուսումնասիրում ենք շուկայի կարիքները եւ միայն նոր ենք սկսում աշխատել կոնկրետ ծառայություններով։ Գիտեմ, կարող եմ օրինակներ բերել, որ ասենք շատ լավ հասկանում եք, որ Yandex-ի որոնողական համակարգը գոյություն ունի 97 թվականից, շատ մարդիկ օգտվում են, բայց Հայաստանում այսպես է ստացվել պատմականորեն, որ ավտքան ակտիվ չեն օգտվում մեր քաղաքացիներ Yandex-ի որոնողական համակարգից։ Օրինակ Հա, ուզում ասեմ, ես կարող եմ հասկանայի, որ օվկիանոսների նավիգացիան կարող է այդքան ակտուալ չի Հայաստանում կամ ծովային, բայց քանի որ 90 ծառայություն հետաքրքիր է, էլ ինչ կա այնտեղ, որ մեզ պետք չէ, էլի, որ Չէ, դա չի նշանակում, որ մեզ պետք չի, դա ցանկացած դեպքում ցանկացած ծառայություն պետք է առաջին կարիքը լինի։ Նույնը տեսեք, նույնիսկ տաքսիում հասկանում եք, չէ՞, թե չկա պահանջարկ։ Եվ եթե չկա նույնիսկ այդ առաջարկը վարորդների տեսքով, ավտոմեքենաների տեսքով, այսինքն դա չի կարող լինել ինքնանպատակ։ Այսինքն մենք իհարկե ունենք top ծառայություններ, որոնք գործում են շատ երկրներում եւ հաջողված են, բայց ամեն մի նոր երկիր մուտք գործելիս մենք կատարում ենք բավականին մեծ ուսումնասիրություն, որպեսզի որոշենք ցանկանում ենք դա անել թե ոչ։ Ոնց եք վերաբերում ֆիդբեքերին։ Մարդիկ արդյոք շատ են բողոքում, okay, երևի շատ են բողոքում, որտեվ Հայաստանում են գտնվում, ոնց այդ process-ը գնում, եթե մարդ ինչ-որ բանից դժգոհ է, report անում, ձեր մոտ տենց ինչքանով է ուշադրություն դարձվում ու փոփոխություններ անում։ Ֆիդբեքներին մենք բավականին դրական ենք մոտենում եւ ավելին դա մեր համար բավականին կարեւոր մի մասն է մեր աշխատանքի։ Ես ինչպես նշեցի քիչ առաջ, ես նորից բոլորին հորդորում եմ թողնել այդ ֆիդբեքները։ Այսինքն տաքսիում մենք հնարավորություն ենք տալի, որպեսզի դուք գնահատեք երթը եւ վարորդին հնարավորություն ենք տալիս, որպեսզի գնահատի ձեզ որպես ուղևոր։ Այդ ես չգիտեի։ Այո, իրականում դուք էլ ունեք ռեյտինգ։ Եթե խոսենք Yandex-ի մասին, դուք կարող եք գնահատել առաքչին, կարող եք գնահատել ռեստորանը եւ այդ տվյալների մասիվը մենք օգտագործում ենք որպես այդպեսին հետագայում մեր ծառայությունների որակը լավացնելու համար։ Դրա համար մենք ունենք 24/7 աշխատող աջակցման ծառայություն։ Ես կարծում եմ բոլոր խնդիրները հնարավորինս արագ լուծվում են մեր աջակցության ծառայության կողմից, բայց նաև, ինչպես նշեցի, ունենում ենք իհարկե խնդրահարույց դեպքեր, չենք կարող չունենալ, ծառայությունը բավականին մեծ է, պատվերների քանակը հսկայական է, բայց հնարավորինս աշխատում ենք ամեն ինչ անել որակի բարձրացման համար, բայց մենք նաև ունենք մեր սիրելի օգտատերերի օգնության կարիքը, որպեսզի նրանք փորձեն մեր հետ միասին ծառայությունների որակը բարձրացնել։ Այդ շատ լավ է։ Ես ճիշտ եմ կռահում, որ ամենաշատ բողոքները առաքիչներից ուտելիքի առաքումից է գալիս, որովհետև օֆիսային կյանքում շատ ընդունված է բողոքել, ինչ եղավ, բան լանչս, բան չեղավ, ես ինչ
1000 մի պրոբկա տրաֆիկ բան ճիշտ եմ զգում որ ամենամեծ գլխացավը այդտեղ է Չէի ասի, ուղղակի տաքսիի ծավալներից ելնելով կարծում եմ տաքսիում էլ լինում են բողոքներ, տեսեք, կա մի կարևոր բան, որ լավին շատ շուտ է սովորում։ Մենք բոլորս մոռացել ենք, թե 10 տարի առաջ մենք ինչպես էինք օգտվում տաքսիից, ինչքան ժամանակ էր տևում մեքենայի մոտեցումը, քանի շարժում, այդ դիլադյուժինը մենք պետք է անեինք, որպեսզի դա լիներ։ Ես հասկանում եմ, մենք հաբրգել ենք։ Այո։ Լինենք անկեղծ։ Ես ուղղակի ուզում եմ նորից էլի թվերով միշտ ավելի պատկերավորել լինո։ Միջին մոտեցման ժամանակը Երևանում 2-ից 3 րոպե է մեքենայի։ Այսինքն մենք բոլորս արդեն սովորել ենք, որ մենք նախորոք չենք պատվիրում մեքենան նոր իջնում մեքենայի մոտ արդեն 2-3 րոպեն բավական է։ Լսի, ես բանով ես հիշեցի մի հատ օրինակ Լուիս C.K. մի հատ կոմեդիան կա, որ թոքշոուեր գնացել, ասում էր մենք շատ հաբրգած ենք։ Հիմա մենք ունենք ինքնաթիռի օրինակը, չէ՞, ասում է ինքնաթիռում ինտերնետ են բերել։ Կյանքում չկար, ասենք հազարավոր տարիներ ինտերնետ բան չկար, մեկ էլ բերել ինքնաթիռ, մենք նստած ենք ինքնաթիռում, մեկ էլ ինտերնետը ինչ-որ մի պահին հասանելի չի, ասենք մարդը փորձում է գրավիտացիա հաղթահարի պիլոտ է, էլի, այդ 2 րոպե կարող է հասանելի չի, ու մենք այնքան հաբրգած ենք, որ այտենց մուրատ ենք, ոնց կլինի դա հրաշք է։ Իսկ դա իրականում շատ տեխնոլոգիական հեղափոխությունների, հանճարների աշխատանքի արդյունք է, ու մենք այտենց մունատ ենք գալի, 2 րոպե ինտերնետ չկա, սամալյոտում որը հաղթահարում է ֆիզիկայի օրենքները այս պահին։ Նենց որ հա, դա կա։ Ասենք դուք համոզված եմ որ այլ երկրներում օգտվել եք տաքսի ծառայություններից։ Հա։ Եվ մոտեցման ժամանակը էականորեն մեծ է, քան Երևանում, էականորեն։ Հա։ Հա, այսինքն եթե մենք նույն ժամանակում մոտեցնենք մեքենան, ինչ շատ այլ երկրներում են մեքենաները մոտենում, մեր քաղաքացիները չեն սպասի եւ չեն օգտվի։ Շատ հաճախ խանգարում է այդ ձեր ժամանակին մոտենալը, որովհետեւ մենք 12-րդ հարկում ենք ու ցանկացած տաքսի գալու դեպքում այդ լիֆտով իջնելը տևում է մի 4 րոպե, եթե մի քանի հարևաններ նստում է, կարող է 6 րոպե ու տենց տաքսին մեկ-մեկ հարմար չի լսում ենք։ Ես շատ ուրախ եմ, որ մենք այդպիսի որակ ունենք արդեն, երբ որ մենք ավելի արագ ենք դες մեքենան մոտեցնում, քան թե ձեր լիֆտն եմ դες իջացնում առաջին հարկ։ Well, merci. Okay. Մի հատ էլ Միքայել հետ անենք, ուղղակի ինձ հետաքրքիր է ինչքանով կարա մեր տրաֆիկի վիճակը ավելի լավացվի, կամ գուցե մյուս կողմից գանք, ինչքան ավելի վատը կարող լիներ, եթե մենք խցանումները չտենայինք էկրանի վրա, ինչ շատ է դուր գալի այդ բալային համակարգը, հա, ես քաղաք դուրս գալուց առաջ նայում եմ, քանի բալանի խցանում է, այսօր 7 էր օրինակ, ձյուն մառախուղ էր, բայց դրա շնորհիվ նաև պարկովկաներն են շատ։ Ու գուցե էտել ներառեք ազատ պարկովկաների արկայությունը։ Ուղղակի միտք, ուղղակի տենց մտածեք դրա մասին, բայց արդյոք հնարավոր է այդ համակարգով մի քիչ ընդհանուր տրաֆիկի հարցնել լավացնել, ու գուցե արդեն լավ է մենք դա չենք ճոգում, չգիտեմ։ Տեսեք, ցանկացած դեպքում մեր Yandex-ի քարտեզների կողմից տրամադրվող ծառայություններն իրանք տարբեր են, հա, այսինքն դուք կարող եք եւ Yandex Go-ում օգտվել ծառայություններից, քան որ մենք ունենք այդ սուպեր API գաղափարի, որ բոլոր ծառայությունները մեկ հավելվածում են, կարող եք օգտվել նավիգատորից, կարող եք օգտվել առանձին Yandex Maps, Yandex քարտեզներ ծառայությունից։ Այսպես թե այնպես մենք օպտիմալացնում ենք հնարավորինս, այսինքն կարող եք համոզված լինել, որ տաքսիի մեծ մասը իրենց երթը կազմում են նավիգատորի շնորհիվ։ Հա։ Կարող եք տեսնել, որ երեկոյան ժամերին համենայն դեպս բավականին տարածված է, որ ցանկացած մեքենայի մեջ կարելի ասել արդեն իսկ միացված է նավիգատորը, որովհետև մեր քաղաքացիները պարզ հասկանում են, թե ինչպես է դա օգնում հնարավորինս արագ հասնել տեղ։ Իսկ դուք տեսնում եք, քանի հոգի է օգտագործում նավիգատորը։ Ինձ հետաքրքիր է, վարորդների գոնե կեսը օգտագործում է կամ մեծ մասը։ Մենք տեսնում ենք, իհարկե։ Դա լինի մեր փոքրիկ գաղտնիքը։ Չէ, գաղտնիք չի, մենք տեսնում ենք։ Դա մի քիչ դժվար է գնահատել, որովհետև ավտոմեքենաների քանակը, որը որ գոյություն ունի գրանցված Հայաստանում, այդ թիվը միշտ չի կորելացվում մեր թվերի հետ, ինչի, որովհետև մենք ունենք բավականին շատ գրանցված մեքենաներ, որոնք ուղղակի չեն շահագործվում, բայց գրանցված են։ Բայց կարող եմ ասել, որ Yandex քարտեզի ծառայություններից օգտվող ակտիվ օգտատերերի քանակը հարյուրավոր հազարների է հասնում։ Ինչքան շատ օգտվեն նավիգատորից, այդքան ավելի համակարգված ու նորմալ կլինի տրաֆիկը, ճիշտ եմ հասկանում։ Սերգեյ, այո, կա մի կարևոր խնդիր ուղղակի, որ շատ բան է փոխվել վերջին տարիներին, բայց ցանկացած
դեպքում շատ վարորդների մոտ կա դեռ այդ խնդիրը, որ այս նավիգատորը ինձ պետք է ասի ես ոնց քշեմ։ Well, ես էլ եմ տենց վարորդ։ Չէ, ես էլ եմ քաղաքի տղա, էլի, բայց հազար անգամ նույն տեղը գնացած, դա կապ չունի։ Вообще կապ չունի։ Ասեմ խնդիրը որտեղից է գալիս։ Իհարկե, վթարից եւ խցանումից բացի կա կոնկրետ մի հարց։ Շատ հնարավոր է որ քաղաքը վարորդը գիտի շատ լավ եւ պատկերացնում է ամենակարճ հեռավորությունը որն է։ Բայց ամենակարճ հեռավորությունը եւ ամենաարագը դրանք տարբեր բաներ են։ Իսկ երբ որ մենք նավիգատորը միշտ ձեզ տալիս է առաջին տարբերակը ամենակարճ ժամանակով գնահատված, հիմնվելով ներկա իրավիճակի վրա, հիմնվելով խցանումների, հիմնվելով տեղի ունեցած ավարիաների հետ, մենք անվթարների բոլորը այդ մենք հաշվարկում ենք եւ դրա հաշվին նաեւ գնահատում ենք ընդհանուր քաղաքի վիճակը։ Մեր ծրագրերը միշտ հուշում են մեր օգտատերին, որ այս բան sense խնդիր կունենք, չգիտեմ, խորհուրդ ենք տալիս օգտվել հանրային տրանսպորտից կամ խորհուրդ ենք տալիս, չգիտեմ, ոտքով քայլել։ Համենայն դեպս մենք փորձում ենք ամենաօպտիմալ երթուղին միշտ տրամադրել, գնալով ավելանում է մարդկանց քանակը օգտողների, բայց եւ կարևոր բան եմ ուզում նշել, որ մենք գեոանալիտիկ մեր տվյալները վերլուծությունները սկսել ենք համապատասխան աշխատանք նաև քաղաքապետարանի հետ, փորձում ենք օգտակար լինել, որպեսզի վիճակը բարելավի։ Ասեմ, որ այդ խցանումների տրաֆիկի գնահատումը լավագույն բանն է, որ եղել է իմ հետ Hershey's շոկոլադե սիրոպի գալուց հետո Հայաստան։ Հենց որակապես փոխել է իմ կյանքը, հենց որ դա շատ ուրախ եմ։ Ինձ հետաքրքիր է, որ ձեր ծառայությունից ամենաշատը դու ես օգտվում։ Ոայ Սերգեյ ջան, ես կարող եմ նկարագրել ինչպես անցնում իմ օրը։ Օրինակ, ես կարող վերցնեմ եւ, չգիտեմ, նկարագրեմ, թե երեք իմ օրը ոնց է սկսել եւ անցել։ Լավ է։ Ինձ առավոտյան հասնացրել է Ալիսան։ Դա։ Ես Ալիսային ասել եմ բարի լույս։ Եվ ինքը ինձ պատմել է, թե ինչպիսի եղանակա լինելու այսօր, ինչպիսի նորություններ կան, ժամը քանիսն է եւ միացրել է իմ սիրված ռադիոկայանը։ Որից հետո ես Ալիսային խնդրել եմ միացնել լույսերը տան համացան սենյակի, որտեղ քան որ ես ժամանակին խելացի տուն եմ, այսպես ասած, ձևավորել հիմնվելով Ալիսայի վրա, որից հետո քանի որ 3 ունեի հանդիպումներ, որոնք չեն կարող լինեին ավտոմեքենայով, առաջի կեսը օգտվել եմ տաքսիից, 2 անգամ օգտվել եմ առաքման ծառայությունից, քանի որ որոշակի թղթեր կար փոխանցելու, երեկոյան էլ երթանելուց պարտադիր օգտվել եմ նավիգատորից։ Դա իմ, չգիտեմ, 1 օրվա, այսպես ասած, կյանքն է։ Երեկոյան էլ, չգիտեմ, երբ որ պարկել եմ քնելու, Ալիսային խնդրել եմ հեռուստացույցը անջատել կես ժամից, լույսերը 5 րոպեից եւ ինձ առավոտյան արթնացնել ժամը 7-ին, որպեսզի գամ եւ մասնակցեմ ձեր ոդկասթին։ Շատ ֆուտուրիստական, շատ կինոշնի sci-fi վիճակ է։ Okay, փաստորեն օգտվում եք, հասկացանք։ Ակտիվ օգտվում եմ։ Շատ լավ։ Խոսենք ձեր արհեստական բանականության մասին, քանի որ Ալիսայից խոսք գնաց, տենց այդ կոմով անցնենք, դուք նաև աշխատում եք ԱԲ-ի ոլորտում, հիմա մեծ մրցավազ կա, մենք շատերս ունենք ChatGPT, մենք էլ suddenly չինական անալոգը հայտնվեց DeepSeek, քաշեցի, փորձեցի, вообще չիզիչում ChatGPT-ում, նույնիսկ պրեմիումին հոլովում է, փաստորեն։ Ինչ է։ GPT-ուն հոլովեց էլի հայերեն։ Որպես զորես այլ բոյբանը հոլովես։ Հետո այս քանի օրը Իլոն Մասկը Grok 3-ը անեց, ասեց այսա ախպերներ ջան, սա ամենաուժեղ AI-ն է ու տենց ամեն օր ավելի ուժեղ է դառնալու։ Այս ամեն ինչի մեջ ուր ենք ու դեպի ուր ենք գնում, դուք ինչով եք զբաղվում։ Ես կարճ կներկայացնեմ ընդհանուր ընկերությունը, ինչ դիրքեր ունի արհեստական բանականությունում, իսկ ես խոսում եմ ամբողջ Yandex-ի մասին։ Yandex-ը միշտ եղել է արհեստական բանականությամբ զբաղվող ընկերությունների, top ընկերությունների շարքում եւ շարունակում է լինել, նույնիսկ դեռ այն ժամանակ, երբ որ այս hype-ը դեռ չկար արհեստական բանականության, որտեղ մենք ունեցել ենք եւ դեռ շարունակում ենք զարգացնել մեր նեյրոնային ցանցերը։ Մենք բավականին լուրջ խաղացող ենք ինչպես արհեստական բանականության, այնպես էլ մեքենայական ուսուցման հատվածում, որտեղ դրանք իրար հետ բավականին փոխկապակցված են։ Մենք ունենք այս պահին մեր Yandex.GPT համակարգը, հենց տենց է կոչվում, այո, Yandex.GPT, եւ ունենք մեր Computer Vision-ի Yandex Art համակարգը, կարող եք նույնիսկ on-line փորձել օգտվել, կոչվում է Շեդևրում։
image generation-ի վրա է գնում։ Այսինքն կարաս դու նկարագրես ինչ պատկեր ես ուզում ստանալ, մի վարքյան, էսի շատ։ Ես մի հատ լավ օրինակ վերեմ այդտեղ, որտեղ մենք հիմա օգտագործում կիրառում ու եւ Հայաստանի վրա բերեմ օրինակները։ Ահա, դավայ։ Տեսեք, երբ որ սնունդի առաքման հատվածում շատ հաճախ սնունդի բաղադրության թարգմանությունը կամ նկարագրությունը կատարվում է այս բանին արդեն Yandex.GPT-ի միջոցով։ Նույն այսպես ասած ուտեստների նկարների մշակումը արդեն կատարվում է Yandex Art-ի միջոցով։ Եթե դուք օգտվում եք Yandex Music-ից, Yandex երաժշտությունից, կա հասկացողություն իմ ալիք, այդ մայավալն հասկացողությունը, որը ամբողջովին հիմնված է նեյրոնային ցանցի վրա, որը ձեր հետաքրքրությունները, ձեր ճաշակը, ձեր պես մարդկանց ճաշակը հաշվի առնելով ձեզ առաջարկում է այնպիսի երաժշտություն, խոսքը գնում է նաև նոր թողարկված տրեկերի մասին, որ դուք սկսում եք զգալ, որ ինչ-որ մեկը իրոք ձեր փոխարեն ճիշտ ընտրություն է կատարում եւ մատուցում է ճիշտ երաժշտություն ձեզ։ Ուր եք դուք երբ ես ուսանող էի ու ինձ պետք էր ուշել ճիշտ երգել նորմալ։ Ուզում եմ ասել, որ այս պահին համարյա թե ցանկացած մեր պրոդուկտում այսպես թե այնպես կամ արհեստական բարեկամությունը կամ մեքենայական ուսուցումը ներառված է, նույնիսկ թե ինչպես են նշանակվում առաքիչները, որպեսզի հնարավորինս օպտիմալ լինի, հնարավորինս շատ պատվերներ կարողանան կատարել եւ ճիշտ ուղղություններով, դա ամբողջովին մեքենայական ուսուցմամբ է կատարվում։ Ու ենթադրում եմ, տես տարվա ընթացքում անալիտիկա արվում, ինչը աշխատեց, ինչը չաշխատեց, որ մեծ անալիտիկ հատված կա ընկերությունում, անընդհատ բոլոր, այսպես ասած, ծառայությունների տվյալները մշակվում են, վերլուծվում են, համապատասխան որոշումներ են կայացվում դրա հիման վրա, դա բավականին ցիկլիկ մի process է։ Դե շատ լավ է։ Как тебе такое, Elon Musk, ինչպես կասեր հայտնի մեկը։ Okay, ես գիտեմ, որ նաև կա համագործակցություն Viva-ի հետ, եւ կարևոր Viva podcast-ում ենք անկաշկանդ մի հատ պատմեք ինչ համագործակցություն է, ուր եք գնում, ինչ եք անում։ Viva-ի հետ արդեն բավականին ժամանակ է ինչ համագործակցում ենք, երկու կազմակերպություններ լինելով շուկայի առաջատար իրենց ոլորտներում ստեղծել ենք մի համագործակցություն, որի հիման վրա օգտատերերը, որոնք որ ձեռք են բերում համապատասխան Viva-ի փաթեթ, նաև ստանում են այդ փաթեթի հետ միասին մեր Yandex Plus բաժանորդագրությունը, որը իր մեջ ներառում է մուտքի հնարավորություն բաժանորդագրություն Yandex Music, Կինոպոիսկ, Yandex գրքեր մեր ծառայություններին, ինչպես նաև տրամադրում է որոշակի զեղչ բարձր սակագնային պլանների, Comfort Plus եւ բիզնես սակագներում տաքսի երթերը կատարելիս։ Okay, գրքերի մեջ ինչ է մտնում, այտենց բաց մուտք աշխարհի գրադարաններին, բավականին մեծ գրադարան է եւ աուդիո եւ դիջիտալ գրքերի մասին ենք խոսում այո։ Դա էլ ունեք։ Այո, դրանք փոխ ինտեգրված են իրար մեջ։ Okay, այդ մեկն չգիտեի։ Հա։ Մենք արդեն զգացինք, որ ահագին մեծ ընկերություն եք։ Ինչ է իրենց ենթադրում տենց մեծ թիմի ղեկավարելը, ոնց է դա տեղավորվում, ոնց է հասցնում, ինչ մի քիչ տենց նկարագրի քո բերը, քո խաչը։ Ղեկավարումը իհարկե ջուրին բան չեն, նման մեծ կազմակերպության, բայց ընդհանուր մեր ընկերությունում կան որոշակի մոտեցումներ եւ գոյություն ունի հիանալի մշակույթ ընկերությունում, որը որ քեզ թույլ է տալիս այդ ղեկավարումը կատարել ճիշտ տարբերակով եւ հնարավորինս ստանալ լավ արդյունքներ։ Մեծ թիմ է։ Թիմը մեծ է, եթե մենք խոսում ենք Հայաստանում ներկայացված թիմի մասին, Հայաստանում մոտ 560-ից ավել աշխատակից ունենք, 200-ից ավել Վրաստանում ունենք այս բանը։ Տուպոյ հարց պետք է տամ, այդտեղ մտնում են նաև առաքիչներ, Չէ, կարևոր մի բան, առաքիչները, տաքսիստները չեն հանդիսանում Yandex-ի աշխատակիցները։ Ինչպես ես նշեցի, գալիս է վրան գրած Yandex։ Ասենք ինչ ժամանակ որ ձեր թիմը։ Չէ, ինչպես ես նշեցի, եւ առաքիչները, եւ վարորդները, դրանք հանդիսանում են մեր համակարգերի օգտատերեր։ Ուղղակի մենք մեր համակարգերում ունենք կատարողներ, ծառայություններ եւ ծառայությունների ստացողներ։ Դրանք բոլորը ֆիզիկական անձիկ են, որոնք տրամադրում են ինչ-որ ծառայություններ։ Դա մեր աշխատակիցները չեն։
Եթե դուք ուզում եք իմանալ, թե մոտավորապես ինչքան մարդ է ներգրաված եւ աշխատում Հայաստանում մեր համակարգերի միջոցով, կարող եմ ասել, որ մեր այսպես ակտիվ աշխատող զանգվածի երկրի մոտ 10%-ը այսպես թե այնպես զբաղված է եւ իր օրվա հացը վաստակում է մեր համակարգերի միջոցով։ 10% է երկրի։ Այդ երկրի չէ, նո աշխատող բնակչության, օքեյ, այդ հիշացրեց երբ ես աշխատում եմ USAID-ում, ողորմածիկ, այնտեղ տենց ֆրազա ունենք, երբ ծրագրից ենք խոսում, our project has touched the lives of, այսինքն առնչվել է այսքան մարդու կյանքի վրա անդրադարձել։ Դա կարա տարբեր ձևով լինի, կարա օգնած լինի, խանգարած լինի կամ ինչ որ ձևով, բայց անդրադարձել է։ Ես անդրադառնալու հետ կապած ես միշտ այնպես փոքրիկ էքսպերիմենտ եմ անում, երբ որ ելույթ եմ ունենում որևէ տեղ, ասենք ինչ որ սեմինար է, չգիտեմ, ինչ որ կոնֆերանս է եւ այլն, առաջի հարցը միշտ ուղում եմ ես դահլիճին, ասում եմ բոլորը խնդրում եմ ձեռք բացասնեն բոլոր դրանք, որոնք գոնե վերջին 2 օրվա ընթացքում այսպես թե այնպես առնչվել են Yandex-ի որևէ ծառայության հետ եւ բոլորը ձեռքերը բարձրանում են։ Okay. Ինչ վերաբերում է ղեկավարմանը, նորից հետ գամ այդ մասին, տեսեք, ամենակարևոր բանից մեկը, որ մենք ունենք մեր մշակույթում, որ մենք համարում ենք ընկերության ներսում, որ բոլոր աշխատակիցներ իրենց գործի գիտակն են եւ պրոֆեսիոնալ են։ Իսկ կան մեծ հարգանքի մթնոլորտ։ Եվ անկախ նրանից, որ կան բավականին մեծ բիզնես նպատակներ դրված իմ առջև, հա, որպես երկրների ղեկավար, այդ նպատակների իրականացման մեջ ես բարձր ներգրավում եմ նաև իմ թիմի անդամներին, փորձում եմ հնարավորինս ներգրավել նրանց, տալ հնարավորություն, որպեսզի իրենք կիրառեն իրենց հմտությունները եւ լինեն օգտակար, որպեսզի այն ծառայությունները, որոնք բարելավում են մեր բոլորիս կյանքը ամեն օր, իսկ դա ռեալ ամեն օրվա խնդիրներ ենք մենք լուծում մարդկանց համար, դառնան էլ ավելի լավը։ Քանի որ դուք նաև գլոբալ կազմակերպություն եք, ենթադրում եմ, որ կրթական ու այլ վերապատրաստման հնարավորություններ կան մյուս ձեր օֆիսներից, մյուս ձեր հաբերից, այսինքն այն փորձը, որ կա այլ երկրներում, էլի աշխատակիցները կարող են օգտվել, հա, այդ գիտելիքներից, skills-երից։ Ես մի բան նշեմ, Yandex-ը բավական հորիզոնական կազմակերպություն է։ Նույնիսկ բարձր ղեկավարության անդամները կամ չգիտեմ մենեջմենտը միշտ հասանելի են բոլորի նկատմամբ, այսինքն ցանկացած աշխատակից, ցանկացած ժամանակ կարող է գրել ցանկացած ղեկավարի, գտնել, գրել, ինչ որ մի հարցով դիմել, բացել դուռը։ Այդ հորիզոնականությունը բերում է նրան, որ տիրում է մի մթնոլորտ աշխատանքային, հա, որտեղ հասկանալի է, որ չկան սահմանափակումներ, կա հնարավորություն աճելու, կա հնարավորություն փոխանակելու փորձը։ Ես այս արտահայտությունը հիմա բավականին շատ եմ անում վերջերս, մենք աշխատում ենք մի հիանալի թիմում, որտեղ դու ամեն օր շփվում ես մարդկանց հետ, որոնք ինչ որ հարցերում ավելի խելացի են, քան թե դու։ Դա շատ հիանալի փորձ է, experience է, շատ հիանալի։ Ուզում հուշեմ, որ Yandex-ը դա միայն տաքսու վարորդները չեն, դուք առնչվում եք նաև այն մարդիկ են, ովքեր հենց բուն ներսի աշխատանքներ անում, եւ մենք ունենք մի քանի հարց ավանդական, որոնք վերջում տալիս ենք, ինչ խորհուրդ են տվել ձեզ կյանքում, որը տենց շատ ազդեցիկ է եղել ու փոխել է ձեզ դեպի լավը։ Ես կարծում եմ դա եղել է մի խորհուրդ, որը մոտավորապես հնչում էր այսպես, որ պետք է զբաղվել գործով, որը որ քեզ հաճույք է պատճառում, երբ որ ամեն առավոտ, երբ որ դու արթնանում ես, ուրախանում ես, որ սկսվել է նոր օր, որտեղ դու կարող ես այդ զբաղվել նորից քո սիրված գործով։ Եվ այդ ամեն առավոտվա արթնանալը եւ ուրախ եւ զվարթ գնալ աշխատանքի, դա շատ կարեւոր մի բան է իմ համար։ Դարձրեք ձեր հոբին, մի խոսքով ձեր աշխատանքը իսկական եթե հաճույքով ես անում, ավելի արդյունավետ ես անում, ավելի լավ ես անում։ Եվ մի բան էլ նշեմ, երբ դուք տեսնում եք թե ինչպես են այն ապրանքները, որոնք որ դուք ստեղծում եք, մարդիկ օգտվում, այդ արարչական, այսպես ասած, մոտեցումը, երբ որ կա, երբ որ դու գիտես որ դու ունեցել ես քո լուման այդ հարցում, դա բավականին, չգիտեմ, շատ հաճելի եւ տաք էմոցիաներ է առաջացնում միշտ։ Okay, եւ վերջին հարցը մենք փորձում ենք գրքի անուն կորզել մեր ամեն հյուրից,
ինչ որ մի գիրք խորհուրդ տվեք, որ կարծում եք յուրաքանչյուր մարդ պետքա կարդա, անպայման չի նորը լինի, թարմ լինի, ինչ որ մեկը, որ պետքա բոլոր լսողները կարդան։ Ես խորհուրդ կտայի կարդալ Նասիբ Թալեբի հակափխրունությունը, եթե չեմ սխալվում հայերեն այդպես է թարգմանվել, անտիխրուպկիստ։ Anti-fragile, Ինչու եմ դա խորհուրդ տալիս։ Խորհուրդ եմ տալիս, որովհետև այն իրականությունը եւ այն աշխարհը, որում մենք ապրում ենք, իրականում բերում է նրան, որ ինչպես նկարագրված է գրքում, որ մենք շատ փխրուն ենք դարձել։ Ու հաբրգած այսօր բարձեցինք նաեւ Իսկ այդ հակափխրունություն ունեցող մարդիկ եւ կազմակերպությունները նրանք այն սուբյեկտներն են, որոնք կկարողանան զարգանալ եւ ապրել այն իրականության մեջ, որտեղ այն քաոսը, որ գոյություն ունի, իսկ քաոսը կա անընդհատ, այդ քաոսը պետք է ընդունել եւ հասկանալ, որ դա անընդհատ process է եւ ապրել այդ իրականությունում։ Շնորհակալություն Արամ եւ եթե վերջին առաջարկը կարող եմ անել, դա քանի որ նաև Վրաստանի թիմի հետ կապ ունեք, ինչ որ մի ծառայություն մտածեք, որը Վրաստանից Աջարական Խաչապուրի բերիստեղ որը կլինի հենց այնպես, ինչպեսին պետք է լինի Աջարական Խաչապուրին, ոչ թե այնպես, ինչպես ինքը ստեղ կա այսօր Երևանում։ Շնորհակալություն Արամ։ Շնորհակալ եմ Սերգեյ ջան։ Կհանդիպենք նորից, դուք դիտում եք Viva Podcast-ը։